Լավ յարի, այսօր դասը դու ես պատասխանում։ Ուրեմն այն օրը քեզ նման մի 40 տարեկան աղջիկ ծանոթիս մոտ ասում է, որ բայց ինչից եք դժգո, Իրանից ինչ վատ բան եք տեսել, որ ինքը իմացակ չէ ով է։ Այսինքն ըստ միջին վիճակագրական ուղեղի հետ խնդիր ունեցող տիկնոջ ոչ մի վատ բան նա չի արել։ Լավ, ես գիտեմ, որ քեզ նմանները թքած ունեն Արցախի վրա։ Մի բան էլ ուրախ է, տվիք պրծանք։ Զոհերով էլ առանձնապես չես հետաքրքրվում։ Սահմանամերձ գյուղերն էլ յական յա չկան։ Թուրքն ավելի լավն է, քան արցախցին կամ ձեզ հակաները, օրինակ ես։ Բայց էդ էլ չես տեսնում, որ քեզ բացահայտ ձեռ առնում քո հեծանիվով արքայազնը։ Ասում է, որ մամատ պապատ, այդ թոշակառու 10,000 դրամը չգիտեն ոնց ծախսեն, դրա համար չի տալիս։ Ու այդ նույն մամատ պապատ 73 տարեկան հասակում կարող են բիզնես դնել 30,000 դրամով։ Դու ինչ կրոն ունես։ Գիտես, որ քրիստոնյա ես։ Լավ։ Այն օր ասում էր, ինչ քրիստոնյությունը մի օրում վեր կացանք, ստացվեց, եղավ ինչ։ Հետո ասում է Քրիստոսին մենակ չի ուզում թողնի, գնում է փրկի։ Ոնց ձեզ փրկեց։ Դու պատկերացնում ես դրա փրկած Հիսուսը։ Մեղա։ Ամեն առավոտ այդ բթամիտ դեմքով որ սրտի կա ուղարկում, էդ էլ է ծաղրում։ Դու հավատում ես, որ քեզ սիրում, ա։ Վայ։ Այդ քո արած հացի հարկը, քո արած աշխատանքի հարկը, որ գնում է, իրանք միլիոններ են ստանում, դու կոպեկներ։ Որ ցուրտը քո մամայի պապայի գլխում է ու դուք ձեր պատուհանները պետքա փոխեք։ Որ լկտիաբար ասում եմ, որ լավ են անում, ինչ որ անում են, իրենք պետք է լավ հագնվեն, իսկ դուք այդպես պիտի ապրեք։ Աղքատես իրա ինչ գործն է։ Բայց գուշ ճակատի թքեցին, մաքրի։ Փրկիչ տեր երևի, կարող է խելքի գաս էսքանից հետո։